Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ 2026 թվականը ընտրություններով լի տարի է։ Ինչպես գիտենք, ունեցանք ազգային ժողովի ընտրություններ, առաջիկայում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընտրությունից ընտրություն, ինչպես են երիտասարդները սովորում ընտրել, ստուգել եւ պահանջել։ Երիտասարդների փորձառության պատմություն, ԱԺ ընտրություններից դեպի առաջիկա թիմ ընտրություններ կզրուցենք ակտիվ երիտասարդների հետ։ Թույլ տվեք ներկայացնել Անի Առաքելյան, Արփի Հովհաննիսյան եւ Արփի Ավագյան ճամբարակից։ Երկուսը Սևանի տարածաշրջանից են, մեկը ճամբարակից։ Դե ինչ, դուք, ինչպես գիտեմ, մասնակցել եք տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված դասընթացների։ Կխնդրեի մի փոքր ձեր մասին պատմեք եւ նաեւ այդ դասընթացները ինչպես են ազդել ձեր վրա եւ հետագայում արդեն հարցերի միջոցով կբարձենք թե ինչ կարող է դա տալ ձեզ։ Խնդրենք երևի սկսենք ձեզանից։ Շնորհակալություն։ Ներկայանամ Արփի Ավագյան, ճամբարակ խոշորացված համայնքից։ Ես երիտասարդական կենտրոնի կամավոր եմ, համակարգող եւ բոլոր ծրագրերին ապատեղեկատվության ընտրական իրավունքի մասնակցել եմ Ծովագյուղի երիտասարդական կենտրոնում։ Այնտեղ ծրագրերին մասնակցելու ընթացքում բավականին շատ նոր գիտելիք եմ ստացել, ինչը մինչ այդ չունեի եւ բավականին տեղեկացված չէի, հատկապես ընտրական իրավունքների վերաբերյալ որոշ թեմաների։ Դեռևս չեմ մասնակցել որևէ ընտրության, սակայն դա իմ համար խնդիր չէր, որ ես իմանամ ինչպես պետք է ընտրություններին մասնակցել, ինչերին պետք է ուշադրություն դարձնել, չխաբվել, կարողանալ տարբերել ապատեղեկատվությունը եւ հասկանալ, որ սխալ լուրերը, ինչպիսիք են ապատեղեկատվությունը, կարող են ազդել մարդկանց ընտրության վրա եւ ստիպել նրանց փոփոխել իրենց ընտրությունները։ Հետևաբար կարծում եմ, որ այս ծրագրերին, որոնց դիմել եմ, մասնակցել եմ, ինձ շատ եւ շատ գիտելիք են տվել եւ չեմ զղջում, փորձում եմ իմ համայնքում կիսվել եւ հասարակությանը հասկացնել, բացատրել, թե ինչերից պետք է զերծ մնալ, չխաբվել։ Միաժամանակ փորձում եմ մեր երիտասարդական կենտրոնում բոլոր գիտելիքները փոխանցել, որպեսզի իմ հասակակից երեխաները, ովքեր դեռ չեն մասնակցել ընտրություններին, նույնպես տեղեկացված լինեն եւ չխաբվեն։ Շնորհակալություն, Արփի։ Ես Անին եմ, Առաքելյան, Կարմիր խաչի կամավոր, այս տարի առաջին անգամ մասնակցել եմ ընտրություններին։ Այսքանը մասին։ Առաջին անգամ մասնակցել եք դուք։ Հա, այս տարի առաջին։ Շնորհակալություն, Արփի։ Ես Արփին եմ, Սևանի երիտասարդական ակումբն եմ ներկայացնում։ Գիտեի, որ չեմ մասնակցելու այս տարի ընտրություններին, քանի որ տարիքս դեռ հերիք չէր հերիքում, բայց հասկանում եմ, որ ամեն դեպքում սա իմ երկիրն է, որտեղ ես ապրում եմ ու երկրի ապագան, դա նաև իմ ապագան է, ու թեկուզ նրան, որ ես ընտրություններին չէի մասնակցում, իմ համար կարևոր էր, որ ես տեղյակ լինեի, թե ինչ է կատարվում այդ ամբողջ ընթացքում, որ ես էլ չխաբվեի, թեկուզ ինչ որ տեղեկություն իմանալով ես դրանով դա կարող էի տարածեի ու հետևաբար հաշվի առնելով այն, որ մենք երիտասարդ ենք ու սոցցանցերից շատ ենք օգտվում, ինֆորմացիան ստանալուց ես այդ սխալ ինֆորմացիան կարող էի տարածեի ու դասընթացից հետո ես արդեն շատ հանգիստ կարողանում եմ տարբերել թե արհեստական բանականությամբ ստեղծված վիդեոները, թե տեղեկությունները կարողանում եմ ճիշտ աղբյուրներից ստուգել եւ հետո նոր տարածել, ինչը նաեւ ազդեցություն է թողնում իմ շրջապատի մարդկանց։ Նա հասկանալի է։ Անի ջան, դուք առաջին անգամ մասնակցել եք ընտրություններին։ Օրինակ ի՞նչն է տպավորություններ ունեք էլի այդ մասնակցությունից։ Կար ինչ-որ մի բան, որ չգիտեիք, իմացաք այդ ընթացքում կամ ձեր անցած դասընթացի ընթացքում ինչ-որ գիտելիքները ինչ-որ դեր խաղացին այդ մասնակցության ժամանակ
կամ այդ նախընտրական փուլին դուք հետևել եք, օրինակ ապատեղեկատվություն կամ նմանատիպ հրապարակումներ աչքով ընկել են։ Շնորհակալություն։ Նախ ասեմ, որ մինչև այդ նախընտրական քարոզարշավները լուրերը առելի էին ու այդ շրջանում ավելի շատացան ու ավելի հեշտ էր լինում խճճվել ճիշտի ու սխալի մեջ։ Ես բնականաբար շատ դեպք եմ նաև խաբվեցի այդ լուրերին, բայց հետո ասենց ինչ-որ ընթացք եկավ, նաև դասընթացից հետո ասենց ավելի հանգիստ էր իմ մոտ ու արդեն հեշտ տարբերում էի։ Իսկ զգացողությունները իհարկե շատ բուռն էին, որպես առաջին անգամ ընտրող քաղաքացի, շատ մեծ պատասխանատվություն էր ու զգում էի, որ քո ամեն քո քայլը, քո ընտրությունը, քո ձայնը շատ կարևոր է ու շատ որոշիչ կարող է լինել։ Շնորհակալություն, իսկ կար մի բան, օրինակ հարցը վերաբերում է նաև ձեզ, բոլորիդ, կար մի բան, որ միջև այդ չգիտեիք ու հանկարծ իմացաք, օրինակ թեկուզ եւ չեք մասնակցել ընտրության, հա, օրինակ այդ դասընթացների ժամանակ ինչ-որ բան եք իմացել, ինչ-որ բան եք սովորել, դասընթացը ինչ-որ կերպ փոխեց, չէ՞, ձեզ ասենք, այս ընտրությունների մի տեսակ ուրիշ աչքով սկսեցիք նայել, հա, ամեն ինչը նենց մանրակրկիտ, պրպտող հայացքով, Դե շշտեցի չեմ մասնակցել, դասընթացների ընթացքում սովորել եմ, թե ինչպես պետք է ներս մտնել, քվեարկել, կանոնները, որ եթե ես նկատեմ, որ ինչ-որ մեկը հեռախոսով է մտնում, դա սխալ է, որ չպետք է լինեն քո ընտրությունը տեսնող անձեր, ինչ-որ ավելորդ մարդիկ, ես չգիտեի, որ մարդիկ պետք է չլինեն, հակառակն էի մտածում, որ իրանք նաև պետք է ստուգեն, տենան, մենք արդյոք մենք նշել ենք ու մենք ընտրելու, որ վստահ լինեն, ու հա, ես չէի մտածում, որ իրոք մարդիկ պետք է չհետևեն, դասընթացների ընթացքում լրիվ ուրիշ բաներ եմ սովորել, փոխվել է կարծիքը, գիտելիքը ու բացի այդ դասընթացների ընթացքում մենք շատ էինք խոսում ինչպես տարբերել ապատեղեկատվությունը եւ ճիշտ լուրերը ու ամենաշատը իմ մոտ տպավորվել է, որ պետք է ուշադրություն դարձնեմ, թե ինչ կայք է դա հրապարակում, քանզի յուրաքանչյուր էջ, յուրաքանչյուր կայք չի կարող շատ լուրջ բան հրապարակել, հետեւաբար կայքերին պետք է ուշադրություն դարձնել եւ մի նյութը մի քանի տեղերով ստուգել, որ համոզվել արդյոք ճիշտ է թե սխալ։ Իսկ օրինակ տեխնացուների հետ կապված։ Իրականում հենց ընտրական օրվանից բուն թեմայից քիչ թե շատ տեղյակ ենք արդեն դե ոնց է լինում, քվեաթերթիկներ եւ այլն, բայց ամենամեծ բանը, որ ես իմ համար բացահայտեցի, դա հենց հակառակ կողմներ, թե ոնց են ընթանում ընտրարշավները, ոնց են բաշխվում դերերը, ինչ չափանիշներ կան, որ ըստ դրանց պետքա կուսակցությունները առաջնորդվեն ու նաև իմ համար շատ կարևոր էր, որ ես իմացա, որ նախորդ ընտրությունների նախորդ օրը եւ հենց ընտրությունների օրը դրանք լրության օրեր են, ինչը իմ համար sense նորություն էր շատ, որովհետեւ հիմնականում հիմա նենց օրեր են, որ սոցցանցերում եթե ինչ-որ մի նյութ տեղադրվում է, ինքը արդեն անընդհատ բերելու է, ու ինձ թվում է դա էլ էր հետաքրքիր, որ ամեն դեպքում նախապես մտածում է, որ երկու օրներ ինչ-որ բան կարող փոխվի, այդ երկու օրերի ընթացքում էլ ինչ-որ տեղեկություն մենք ամեն դեպքում տեսնում ենք ուզած-չուզած։ Ընդհանրապես ընտրությունների ժամանակ ամենակարևորը, որ մարդկանց հետաքրքրում է, ըստ ձեզ ինչն է։ Այդ նախընտրական շրջանում, նախընտրական այդ ժամանակահատվածում, որ նախընտրական քարոզչություն է իրականացվում, կանոններն են, որոնք պետք է բոլոր տեխնացուները պահպանեն եւ իրենց ներկայացած նախընտրական ծրագրերը։ Հենց այդ նախընտրական ծրագրերից ելնելով չէ, մարդիկ պետք է գնան ընտրության։ Օրինակ դուք ուշադրություն դարձրեցիք, օրինակ դուք ապագայում ընտրելու եք, բայց դուք անի արդեն ընտրել եք։ Մենք ունեինք ազատ հնարավորություն տեսնելու, իրենք սկզբանե ներկայացնում էին իրենց քայլերը, ապագայի թե ինչ են անելու ապագայում եւ
Հետևելուց հետո ես հասկացա, որ շատերը նույնիսկ ինչ որ կոնկրետ քանակ կար, չէ, որ պետքա նշեին, կարծեմ նշում էին 3 ընդհանրապես փուլ, որ պետքա անցնեն կամ ավելի քիչ կամ ընդհանրապես չէին նշում։ Ինձ թվում է մի քիչ ավելի երևի պատասխանատու այդ ամեն ինչին պետք էր հետևել ու քայլերը լինեին ինչ որ պարտադիր բան, որ կուսակցությունը պետքա ներկայացներ մինչև իր կուսակցությունը ներկայացնելը, բայց ինձ թվում է ուղղակի քայլերը գրելը շատ քիչ բան է ու հենց նախընտրական արշավը երևի նրա համար էր, որ այդ քայլերը ապացուցվեին գոնե ինչ որ մի քանի տոկոսով, որպեսզի ամեն դեպքում ուղղակի թղթի վրա գրածը, այդ քսավսպիտակ գրածը մեր համար ավելի տեսանելի լիներ։ Խնդրեմ։ Ես երևի չունեմ ավելացնելու բան, նույն ինչ ասեց Արփին, նույն ձև եմ մտածում, համամիտ եմ։ Իսկ դուք։ Գործում եմ ես էլ եմ համամիտ։ Իսկ ինչը ձեզ կասկածելի թվաց օրինակ այդ հրապարակումների մեջ, ասենք հանդիպել եք ինչ որ հրապարակում, որ ձեզ կասկածելի թվաց, որ միտեղ մտածեցիք սա կարող է պատահի ապատեղեկատվություն լինի այդ ժամանակահատվածում, կապված հենց թեկնածուների հետ։ Ասենք, ես ինչ թեկնածուի հասցեին ինչ որ արտահայտություն հնչեց կամ ասենք ինչ որ հրապարակում եղավ, նման հրապարակումների հանդիպել եք։ Իրականում հաշվի առնելով, որ մեր նախընտրական արշավները բավականին բուրն էին ու ինձ թվում էր, որ ավել բան ուղղակի հորինել հնարավոր չէր, որ ինչ որ մեկը թեկուզ արհեստական բանականությամբ ինչ որ բան ստեղծեր, բայց շատ եմ նկատել, որ սկսվում է ինչ որ մարդկանց անցյալից կամ որովհետև ոչ մեկս չեն կարող ստուգել ինչ որ տեխնացուի, չգիտենք իր անձնական կյանքը, չգիտենք թե իր անցյալի մասին ոչ մի բան տեղեկացված չենք, ու երբ որ մեզ ինչ որ բան էին ուղղակի տարածում իրենց կյանքի մասին, մենք չգիտենք, չենք էլ կարող դա ինչ որտեղ ստուգել, արդյոք դա իրական է, թե չէ, որովհետև եթե ինչ որ վատ բան է տարածվում, թեկուզ հենց կրողը չէր ասելու, որ բա գիտեք, չէ, դա իրականում սուտ էր իմ մասին, այդ արդեն մի քիչ sense թեմա է, որ չենք էլ կարող գտնել ճիշտը, ու բավականին շատ է եղել, որ փորձել են վարքաբեկել, որովհետև ամեն դեպքում ձայներ են կորցնում եւ ստանում, դրա համար ցանկացած ընտրական արշավ պետք է ունենար իր այդ կողմը։ Իսկ դուք հանդիպել եք անում։ Ես հանդիպել եմ, ես տեխնացուներից մեկը չեմ շեշտում, AI-ով արհեստական բանականությամբ տեսահոլովակներ էր գցում, որտեղ ինքը ինչ որ բաներ է ասում, բայց ինքը չի ասում, դա AI-ն է ասում, ու ապշած էի, որ մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ երկրի վարչապետ, պետք է օգտագործեն AI, իմ համար շատ զարմանալի էր, ապշած եմ ու մինչև հիմա չեմ ընդունում այդ փաստը, որ որոշ մարդիկ ցանկանալով ամբողջ երկիրը լինի իրենց պատասխանատվության տակ, օգտագործեն AI կամ չունենան սեփական գիտելիքները, գործիքները, գաղափարները, որ իրենց գիտելիքով, իրենց ասածով մարդկանց ձգեն, մարդիկ իրենց վստահեն։ Հանդիպել եմ, հա, շատ եմ հանդիպել։ Ես նույնպես հանդիպել եմ, ավելի շատ հանդիպել եմ, երբ փորձում են ընտանիքին վարկաբեկել կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի վրա կենտրոնանալ կամ թեկուզ հենց տեխնացուի։ Հա, նաև տեխնացուի, բայց որոշ դեպքերում դրանք բոլորը եղել են AI, իհարկե ասենց 100%-անոց վստահ չեն կարող ասել, որ եղել են AI, բայց տարբերող մարդիկ են, մարդիկ ովքեր գլուխ են հանում այդ ամենից, հստակ կտարբերեն, որ նա AI-ը, որը իսկապես իրական վիդեոներ են, ինձ թվում է սազական բան չի կոպիտ ասած նման տեխնացուներին։ Լավ, եկեք խոսենք մի քիչ էլ արհեստական բանականությունից, քանի որ ինչ որ դուք շեշտեցիք, այո, հանդիպել եք, արդեն տեսնում ենք արհեստական բանականությունը մեր կենցաղում է արդեն սոցիալական ցանցերի ամբողջությամբ ողողված է։ Հիմա ինչ անենք, մենք վստահենք արհեստական բանականությանը, թե չվստահենք,
օրենքի տեսակետից կան հոդվածներ, որ արդեն քիչ-քիչ մտնում են նաև մեր հեռուստատեսության ընդհանրապես մեդիայի ոլորտում կան նաև օրենքի հոդվածներ, որ արդեն գործում են եւ մենք պարտավոր ենք դրա մասին տեղեկացնել, որ սա արհեստական բանականությամբ է ստեղծված եւ կամ օգտագործված են թվային ինչ-որ տեխնոլոգիաներ։ Իրականում արհեստական բանականությունը որպես Դուք ինչպես գիտեմ, դասընթացի ժամանակ եք արհեստական բանականության մասին ինֆորմացիա, այո։ Իրականում արհեստական բանականությունը որպես գործիք ինքը շատ տալիս է շատ մեծ հնարավորություններ, հեշտացնում է շատերի գործը, գուցե շատերի գործը խլում է նույնիսկ, ինչը իհարկե վատ է, բայց հավատալ արհեստական բանականությանը իհարկե պետք չի, ուղղակի եթե ինչ-որ կասկած կա, որ կոնկրետ վիդեոն, կոնկրետ հոլովակը կամ ֆոտոն ինքը արհեստական բանականություն է, այդ դեպքում մենք իհարկե կարող ենք վստահել արհեստական բանականությունը, որովհետև եթե մի բան ստեղծել է ինքը նաև դա կարող է գտնել, ու եթե օրինակ ինչ-որ վիդեո մեզ համար թվում է, որ դա իրական չի, մենք հանգիստ կարող ենք հարցնել նույն ստեղծողին, արդյոք դու ես սա ստեղծել, թե չէ, բայց որպես գործիք ես չեմ մտածում, որ ինքը ինչ-որ մեծ վնաս կարա տա, եթե ճիշտ օգտագործել իրան։ Օրինակ, ես գիտեմ շատ երկրներ, որտեղ կան սահմանափակումներ արհեստական բանականության, ինչը ինձ թվում է ավելի ճիշտ է, որովհետև ամեն դեպքում մարդու ստեղծածը ավելի վստահելի է ու ավելի ապահով է, մանավանդ եթե հարցը հասնում է ընտրություններին, որովհետև էլի արհեստական է, նույն ինչ թղթին է գրած, ինչ արհեստական բանականությամբ է ստեղծված, մեզ պետք է ամեն ինչ որ լինի ռեալ, ամեն ինչ լինի մաքուր, որպեսզի մենք մեր աչքով տեսնենք ու հավատանք մեր աչքին տեսածին։ Դրա համար կան տեղեր, որտեղ արհեստական բանականությունը պետք չի ուղղակի։ Խնդրեմ։ Ես էլ եմ համամիտ, մեր օրերում շատ է մտել այդ AI-ը մեր բոլորի կյանք ու սենց շատ անձնական հարցերով նույնիսկ որոշ մարդիկ կիսվում են հենց AI-ի հետ, արհեստական բանականության ու դա իհարկե վատ է, ինձ թվում է շատ տեղեր կան, որ ուղղակի պետք է փորձենք դուրս մղել կամ մինիմալի հասցնենք AI-ի օգտագործումը։ Խնդրեմ։ Համամիտ եմ, որ AI-ը պետք է օգտագործել ճիշտ, բայց բնավ չեմ ասում, որ այն պետք է չօգտագործել։ AI-ը շատ մեծ հնարավորություններ է տալիս, ինքնակրթվելու, ինքնազարգանալու, լայն հնարավորություններ է բացում։ Միաժամանակ AI-ով շատ հեշտ է ստեղծել շատ կեղծ լուրեր, հետևաբար AI-ը շատ կարևոր, շատ օգնող մի հնարավորություն է, բայց այն պետք է միշտ ճիշտ օգտագործել։ Շատ լավ, այսինքն ընտրությունների ժամանակ AI-ի արհեստական բանականության օգտագործումը դուք համարում եք ճիշտ։ Նով։ Չէ, այդտեղ ոչ մի թշնամանք չկա, այդ նյութի մեջ, այդտեղ ներկայացված է տվյալ տեխնացիոն օրինակ, հա, եթե ինքը ինչ-որ իր մեջ չի պարունակում ավելորդություններ։ Նորմալ պատրաստված տեսանյութ է, բայց պատրաստված է արհեստական բանականությամբ։ Իրականում ինձ թվում է, որ Եվ տագն էլ գրված է։ Դուք ինֆորմացված եք, որ տվյալ նյութը պատրաստված է արհեստական բանականությամբ։ Դուք ինֆորմացված եք, այդտեղ ոչ մի ավելորդություն չի նշվում, չի ցուցադրվում։ Համարում եք դա նորմալ։ իրականում նախընտրական արշավը որպես այդպիսին ինչ որ գովազդային շրջան է, երբ որ կուսակցությունները պետք է իրանց ներկայացնեն, իրանց գովազդեն, որպեսզի մենք ընտրենք նրանց։ Հետևաբար, այո, որովհետև արհեստական բանականությունը ինքը ոչ միայն ինչ որ կոնկրետ հենց արհեստական աչքին տեսանելի վիդեոների մասին, կամ ֆոտոների մասին է, այլ ինքը գործիք է, որը կարելի է օգտագործել թեկուզ վիդեոները մշակելու համար, ինչ որ օրինակ ավելի գեղեցիկ ցուցադրելու համար։ Ահա, օրինակ բերեմ, կուսակցությունը ուզում է ցույց տա իր հետագա քայլերը եւ օրինակ ստեղծել է վիդեո, որտեղ ինքը ցույց է տալիս մեր անցյալը, օրինակ, չգիտեմ, փողոցը, որը ասֆալտապատ չի, ու արհեստական բանականությամբ ցույց է տալիս, թե ոնց կարող է լինել հետագայում այդ փողոցը, եթե դուք ընտրեիք նրանց։
Եթե իհարկե նշված է, որ դա արհեստական բանականություն է, ոչ թե բոտեսեք սենսոր սենց օրքեցինք արդեն այսպես է, դեպքում շատ ճիշտ է նաև օգտագործելը։ Դա հենց արհեստական բանականություն ճիշտ օգտագործելն է։ Իսկ եթե մեջը ցուցադրվում են խեղաթյուրումներ, կադրերը խեղաթյուրված են, այսինքն մեր ազգային ինչ-որ արժեքների էին կապվում, չգիտեմ, ինչ-որ հարցեր են քննարկում, որոնք որ թշնամանք են իրենց մեջ պարունակում, իհարկե դրանք արդեն աննորմալ են, դրանք ճիշտ չեն։ Լավ, ասենք ընտրությունների ժամանակը եւ ունեք հնարավորություն մի որևիցե տեխնացուի ու վերցնենք, որ առաջիկայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են, այո, շուտով լինելու, մենք նույնպես ունենալու ենք Սևանի տարածաշրջանում ճամբարակը կարծեմ եկող տարի է լինելու։ Ինչ հարց կտայիք առաջնահերթ տվյալ տեխնացուին, որը ուզում է հայտ է ներկայացրել, որ դառնա, ասենք, ավականու անդամ, խնդրեմ։ Ըստ ձեր համայնքում ինչ խնդիր եք տեսնում։ Ձեր տարածաշրջանում ինչ խնդիր եք տեսնում, որը կուզեիք որ լուծեր եկող իշխանությունների ժամանակ, նոր ընտրություններից հետո, ասենք օրինակ։ Երևի ավելի շատ եթե վերցնենք Սևան համայնքը։ Վերցնենք օրինակ Սևան համայնքը։ Երևի հարցը ի սկզբանե կդրվեր արդյոք տեսնում են նրանք ապագան մեր որպես տուրիստական քաղաք եւ արդյոք ունեն քայլեր քաղաքը ավելի բարելավելու դեպի այդ կողմ, որովհետեւ իմ համար Սևանը ահռելի մեծ ռեսուրս է, որը շատ վատ է ու քիչ է օգտագործվում, ու իմ համար իրոք շատ կարևոր են մեր նոր ընտրությունները, իմ համար շատ կարևոր է, որ Սևանը զարգանա, Սևանը ցույց տա բոլորին, թե ինչքան սիրուն է ինքը, ինչքան հնարավորություններ ինքը կարա տա, ու ինչքան մարդիկ կարան հիանան Սևանով, որ չեն անում ուղղակի որովհետև չգիտեն հնարավորությունների մասին, ու երևի դա ու իմ համար նաև շատ կարևոր կետ է, դա բնապահպանությունը, ու երևի ամենակարևոր հարցերից մեկը իմ համար կլիներ արդյոք ծառերը հատվելու են եւ արդյոք նախկինում հատված ծառեր տեղ կտնկվեն նորերը, որովհետեւ ինձ թվում է Սևանը հիմա մի քիչ տխրել է, որ ծառեր չունի։ Խնդրեմ։ Բնապահպանական հարցի բանով շատ համամիտ եմ ու շատ կողմ եմ։ Իմ հարցն էլ երևի առաջինը կլիներ հենց բնապահպանական ու հատկապես լճի վերաբերյալ, որովհետև հիմա գիտենք, որ նախ համաշխարհային առումով լիճը միակ քաղցրահամ ջուրն է, ու մենք ուղղակի կամ անտեսում ենք, կամ շատ վատ ենք վերաբերվում, այսինքն մենք մեր ապագայի հանդեպ շատ թքած վիճակ ունենք, այդ շատ վատ է, առաջինը հենց այդ հարցը բնապահպանական ու հատկապես Սևանա լճի։ Խոսեմ ճամբարակից, ճամբարակը նույնպես ունի տուրիզմից թույլ է, կարծում եմ ես հարց կտայի այդ տեխնացուին, թե արդյոք ճամբարակում մենք կունենանք գեղատեսիլ վայրեր, ժամանցային կենտրոններ, շատ հյուրանոցներ, ինչ-որ հնարավորություններ, որոնք տուրիստներին կստիպեին գալ ճամբարակ եւ ճամբարակում ինչ-որ գեղեցիկ բան տեսնել, քանզի ճամբարակը նոր է սկսել ակտիվանալ, մինչ այդ գրեթե ոչ ոք չգիտեր ճամբարակի մասին, վերջերս ճամբարակում նոր բաներ են բացվում եւ մարդիկ սկսում են ճանաչել իմ քաղաքը եւ կցանկանայի, որ տուրիզմը շատ զարգանար, որ շատ մարդիկ գային եւ տեղեկացվեին, որ կա այսպիսի փոքրիկ մի համայնք, որը աչքի է ընկնում այսինչ բանով, բացի այդ ունենք նույնպես ջրի հիմնախնդիրներ, կենցաղային հիմնախնդիրներ, բայց շեշտեմ, որ ճամբարակը շատ մաքուր քաղաք է եւ մարդիկ փորձում են այլևս չկեղտոտել, հետևաբար կարող եմ հպարտանալ, որ բավականին մաքուր է, 4 կողմը լեռներ են եւ դա մեծ առավելություն է, բնությունը գեղեցիկ է, բայց դա էլ է շատ քիչ, որ իմ ճամբարակը մի քիչ ավելի հայտնի դառնա։ Դե ինչ շնորհակալություն մեր երիտասարդներին հետաքրքիր հարցադրույցի համար։
Առաջիկայում մենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ ունենք եւ ես համոզված եմ, որ դուք անպայման կհետևեք մեր թեկնածուների առաջադրած ծրագրերին, թե ինչ ծրագրեր ունեն հատկապես երիտասարդության ոլորտի հետ կապված երիտասարդության խնդիրների մասին։ Եվ համոզված եմ նաև, որ դուք էլ ինչ որ ձև կազդեք, որպեսզի մեր թեկնածուները, հա, այդ ձեր առաջադրած խնդիրները ներառեն իրենց նախընտրական ծրագրերի մեջ։ Այսքանը ես ձեզ հաջողություններ եմ մաղթում։ Ձեզ նույնպես շատ շնորհակալություն Սիրան ջան։ Ընտրություններից ընտրություններ զրուցեցինք Անի Արաքելյանի, Արփի Հովհաննիսյանի եւ Արփի Ավագյանի հետ։ Ցտեսություն, միշտ հանդիպում։